Մեր նպատակն է միավորված գործել, որպեսզի մենք կարողանանք մեր երկիրը տանել առաջ եւ մեր առջև ծառացած խնդիրները կարողանանք միամուր բոլորով լուծել։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի երիտասարդները իրենց երեխաների, սերունդների ապագան տեսնեն մեր երկրում։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բուհերում քաղաքացիների համար կրթությունը պետք է լինի անվճար։ Սա շատ կարևոր է։ Մենք արել ենք մասնագիտական հաշվարկներ եւ դա հնարավոր է։ Իսկ եթե դա հնարավոր է, մենք պետք է անենք։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում առողջապահությունը, բուժօգնությունը պետք է լինի ոչ թե ապահովագրությամբ, որ մարդը լրացուցիչ իր գրպանից էլ վճարանի, այլ պետք է լինի համընդհանուր անվճար։ Մեր երկրում պետք է փոխվի ամբողջությամբ մարդու նկատմամբ վերաբերմունքի տրամաբանությունը։ Դիլիջանում մեր գրասենյակը բացելիս խոսել ենք օրինակ Դիլիջանի իմպուլս գործարանի նշանակության մասին դեռևս սովետական ժամանակաշրջանում։ Հրազդանում նմանատիպ մեծ գիգանտ գործարան եղել է Հրազդան Մաշը, որը որ ամբողջ սովետական միությանը տրամադրել է բարձր էլեկտրոնիկական եւ բարձր ճշգրտության սարքեր ու սարքավորումներ։ Հիմա ժողովրդի մոտ այդ նոստալգիկ սպասումները կան, թե ինչ է օրինակ այս կամ այն քաղաքական ուժը իշխանություն ձեռք բերելուց հետո ինչպես է պատկերացնում եւ ինչպես պետք է արդյունաբերությունը կամ արտադրությունը զարգացնի։ Մենք ունենք մեր գաղափարներն ու մեր տեսլականները կոնկրետ մեր արդյունաբերական գոտիների հայեցակարգի հիման վրա, թե ամեն մի տարածաշրջան, ամեն մի մարզ եւ ամեն մի բնակավայր ինչպիսի հնարավորություններ պետք է ունենա եւ արդյունաբերական գոտիների ընդհանրապես արտադրական ու արդյունաբերության զարգացման ինչպիսի ընդգրկվածություն պետք է ունենա։ 2026 թվականը ի վերջո կդառնա այն տարին, որտեղից սկսած մենք սկսենք վերջ տալ մեր ցավերին։ Եվ եթե մենք չվերաիմաստավորենք մեր արժեքները, մեր պատկերացումները եւ մտքերը, շատ երկար տարիներ մեզ կուղեկցեն այդ ցավերը։ Մեր երկիրը պահողը հենասյուներից է գյուղացին։ Գյուղացին չպետք է տանջվի, չարչարվի, մշակում է հողը, հələ մի հատ էլ հետը գնա իրացման շուկաներ փորձի գտնել։ Չեղավ, ռիսկն էլ ինքն է կրում անգամ։ Մարդը աշխատում է մեր երկրում, հարկ է վճարում, պահում է այս երկիրը եւ նա ունի իրավունք պահանջելու մեր պետությունից, որ պետությունը ամեն ինչ անի նրա բարեկեցության համար։